Սիրելիներս, Աստված օրհնե բոլորիս։ Ուղղակի մի խոսք կա սրտիս, որ կուզենայի փոխանցել։ Համաձայն Աստծո խոսքի։ Ոչ թե այն ինչ որ ես եմ ուզում, այլ այն ինչ որ Աստվածաշունչն է ուզում, որ ամեն մեկս իմանանք ու լսենք։ Ու իմ խոսքս ուղղված է ծնողներին, ավելի շատ կիսուր մայրիկներին։ Գիտեք, Աստվածաշունչը իրականում մեզ սովորացնում է, խրատ է տալիս ու իմաստություն է տալիս, ինչպես ապրենք, որ համ մենք լինենք երջանիկ, համ մեր երեխաները լինեն երջանիկ։ Այսօր շատ ծնողներ դժբախտացնում են իրաց երեխաներին, գիտեք ինչի պատճառով, իրաց եսի ու էգոյի պատճառով։ Գիտեք, այսօր շատերը ամուսնանում են ու կարծես ապրում են այն ձև, ոնց որ ամուսնացած չլինեն։ Դեռ իրաց մայրիկների թելադրանքով, իրաց մայրիկների են, որ ասում է ուզածով, կամքով։ Սիրելիներս, ուզում եմ ասեմ, որ դա մեծ մեղք է, երբ որ դուք խառնվում եք ձեր երեխաների ամուսնական կյանքի մեջ։ Երբ որ այսպես խանդեր է դրսևորվում ձեր տղու նկատմամբ, 3-1, այսօր 2 եկավ, արդեն ինքն է ուզում բան։ Սիրելիներս, երբ որ մարդ ամուսնանում է, ես ձեզ ասեմ, դառնում են մեկ մարմին, համաձայն Աստծո խոսքի։ Ես ուզում եմ հիմա կարդամ Աստվածաշնչից գեղեցիկ տեղ ու մոդել ընտանիքի, երբ որ ամենաառաջի անգամ Աստված ընտանիք կառուցեց, որը որ Ադամը ու Եվան էր։ Ու ինքը մարգարեական է, ուղղված բոլորիս։ Նայեք ինչ ասում։ Սրա համար մարդը կթողի իր հայրը եւ իր մորը եւ կհարի իր կնոջը եւ մեկ մարմին կլինեն։ Հիմա կարդում եմ Աստվածաշնչով նոր կտակարանի մեջ, ինչ է ասում մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը նույնպես։ Մատթեոս ավետարան 19-րդ գլուխ 6-րդ խոսքը։ Որովհետև այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ Այդ այն, որ Աստված միավորեց, թող մարդը չբաժանե։ Պատկերացնում եք ինչ ասում Հիսուս Քրիստոսը։ Ասում է երկուսը չեն, արդեն մեկ են։ Ինչի, որովհետև երկուսը դարձան մեկ մարմին։ Ոնց որ Աստված է ասում է կթողնա իր հորը ու իր մորը ու կհարի իր կնոջը ու կդառնան մեկ մարմին։ Նույն է կինը կթողնա իր հորը ու իր մորը ու կհարի իր ամուսնուն ու կդառնան մեկ մարմին։ Գիտեք, ես չեմ խոսում 5-րդ պատվիրանի մասին, որ ասում է հարգիր հորդ ու մորդ։ Հարգանքի մասին չէ խոսքը։ Նրա մասին է, որ երբ որ ամուսնանում են տղան, աղջիկը ու մայրիկները դեռ մտնում են որպես երրորդ մարդ այս ամուսնական այս կյանքի մեջ ու սկսում են թելադրել, ինչ ուտեն, ինչ խմեն, ինչ հագնին, երբ դուրս գան, երբ ներս մտնին, գումարները ուր ծախսեն, ինչ անեն, ինչ։ Ես ձեզ համար մի դառը ճշմարտություն ունեմ։ Դուք լուրջ մեղքի մեջ եք համաձայն Աստծո խոսքի։ Պողոս առաքյալն ասում է, ով որ իր ասում է ամուսնական անգողին ինքը սուրբ է։ Երրորդ մարդ իրավունք չունի քիթը մտցնելու։ Սիրելիներս, այսօր շատերը ամուսնացնում են իրաց երեխաներին ու իրաց այսպես փեշերի տակ, հովանոցության տակ պահում են։ Մանիպուլյացիաներ են անում։ 3-1, այսօր 2 դու ամուսնացար, հիմա էլ մեզ չես։ Լսեք, կամ արտահայտություններ, բա երեխա չունենանք, որ խորեցերություն մեզ պահեն։ Ես չեմ հասկանում, հիմա դուք երեխաներ եք ունենում, որ խորեցերություն ձեզ պահեն, հա? Սրա համար եք ունենում։ Օրինակ, ես ծնող եմ ու ես երեխաներ ունեմ, համ տղա ունեմ, համ աղջիկ։ Ես իրաք չեմ ունեցել, որ խորեցերություն ինձ պահեն։ Համաձայն Աստծո խոսքի, երբ որ թողնում է հորը ու մորը, այստեղ նաև խոսում է ֆիզիկականի մասին, որ թողնա ու ճիշտը թողնալն է։ Ինչի՞։ Որ կայանան, բա որ սխալվեն։ Այո, խի դու չես սխալվե։ Դու չես սխալվե հեչ։ Ինչքան ես սխալվե, բայց կայացել եք, չէ։ Գիտեք, հասունությունը ինչի վրա է գալիս ու կառուցվում։ Սխալների, փորձառությունը։ Այո, կսխալվին, վաղը կուղղվին։ Իրաք արդեն ընտանիքի մեջ մեկ մարմին կնայվին համաձայն Աստծո խոսքի։ Ու Հիսուս Քրիստոսն ասում է, ինչ որ Աստված միավորեց, միաբանեց, թող ոչ մեկ չփորձե նրանց բաժանել։ Գիտեք, այսօր այնքան խեղճ իրականում երեխաներ, որոնք որ լացում են, ինչի պատճառով որ իրաց
պապան թողել է իր մամային կամ ես չգիտեմ, ասենց իրաց տատիկների պատճառով, որ իրաց էգոն այնքան շատ էր, որ տան մեջ չկարողացավ կիսել, ինքը իր սահմանները չհասկացավ, որ հիմա ուրիշ աղջիկ է եկել, այս աղջիկը կին է ու իր ընտանիքի մեջ ինքը արդեն անհատ է։ Դրա համար Աստված ասում է լավ է որ բաժանվես, բայց եթե հնարավորություն չկա բաժանվելու, սիրելի կիսուր մայրիկներ ջան, աղաչում եմ ձեզ ոնց որ Պողոս Առաքյալն է ասում, ձեր երեխաների կյանքը դժոխք մի սարքեք, թողեք թող շնչեն, ապրին, արտաշնչեն, արտահայտվին, որովհետև իշքան որ դուք եք, այնքան է իրակ են այսօր։ Դու դարձար չէ քո ամուսնուդ հետ մեկ մարմին։ Թույլ տուր թող քո տղեն կամ քո աղջիկն է իր ամուսնու կամ կնոջ հետ դառնա մեկ մարմին ու ինքնուրույն որոշումներ կայացնեն ու ապրին ու երջանիկ ապրին։ Ձեր տղաներին այս բառերը մանիպուլյացիոնի հերիք է ուղեք։ Խանդի տեսարաններ մի սարքեք, հակառակ ուրախացեք նրանց ուրախությունով։ Ուրախացեք, որ ձեր հարսը ուրախ է։ Ուրեմն դուք արժանի զավակ եք ծնել, դուք արժանի դաստիարակություն եք տվել, որ մի ուրիշի երեխային բերելով ձեր տղան կարող է նրան երջանկացնել։ Այս սրանով ուրախացեք, ոչ թե տխրեք, երբ որ նրանք ուրախ են։ Համ ամոթ է, համ մեղք է։ Ապաշխարեք, ձեր սրտերը փոխեք։ Համաձայն Աստծո խոսքի եմ ասում, դուք գնում եք դժոխք, մեղք եք։ Ապաշխարեք, թողեք թող ապրին ու շնչեն ձեր երեխաները։ Աղաչում եմ ձեզ, ձեր սահմանները ճանաչեք, մի մտեք նրանց պարտականության մեջ, թող նրանց լուծը կրեն, դու քո լուծդ կրե։ Մի օր մեջ ճաշ կսարքեմ մի քիչ աղի կեղնի, ոչինչ, մի ստորացրեք, մի նվաստացրեք։ Այն մյուս անգամ աղը տեղը կլինի։ Ցույց տվեք, որ նրանք գնահատված են ու սիրված են։ Աստված օրհնի։